Инфокомпании «Ташир». Все грани бизнеса. Որպես համայնքների խնդիրների վերհանման միջոց ՀԿ կենտրոնն առաջին անգամ կիրառում է բաց տարածք տեխնիկան։ Հուսահատ բնակիչներ, առնետներ, քանդված պատեր, չգործող կոյուղի ու գարշահոտություն, ֆանտաստիկ ֆիլմ հիշեցնող պայմաններում փորձում են ապրել ուսանողական 14 հանրակացարանի բնակիչները։ Այս իրավիճակը մեծ հաշվով հնարավոր չէ փոխանցել տեսախցիկի միջոցով, իսկ տիրող գարշահոտը բառերով անհնար է նկարագրել։ Եվ սեպտեմբերի 1-ը սեպտեմբերի 2-ին կրթության և գիտության նախարարության որոշումը։ Մարզային Ֆորտունա հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է շարունակում մոլորակ լրատվականը, ես Սարգիս Գոքորյանն եմ, բարև ձեզ։ Որպես համայնքների խնդիրների վերհանման միջոց ՀԿ կենտրոնն առաջին անգամ կիրառում է բաց տարածք տեխնիկան։ Ինչ է իրենից ներկայացնում ծրագիրը, այսօր Դիլիջանում պարզել է Լիաննա Մխիթարյանը։ Բաց տարածք տեխնիկան որպես համայնքների խնդիրների վերհանման միջոց ՀԿ կենտրոնում կիրառելու են առաջին անգամ հետևյալ 5 համայնքների համար՝ Դիլիջան, Աղավնավանք, Ազատան, Մեծայրում եւ Ալավերդի։ Ամեն համայնքից կներգրավվի 5-ական մասնակից։ Խնդիրների վերհանումը կկատարվի հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնություններին եւ խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար հարստության բազմազանության միջոցով ծրագրի շրջանակներում։ Այն նպատակ ունի պահպանել մշակութային բազմազանությունը, այդ հարցում աջակցել ազգային փոքրամասնություններին, այս կերպ զորացնելով Ուկրաինայում եւ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների եւ մշակութային հաստատությունների ղեկավարների կարողությունները։ Լոռու մարզի համայնքներից Ալավերդու եւ Մեծայրումի ներկայացուցիչների հանդիպումը Վանաձորում տեղի կունենա օգոստոսի 20-ին։ Բաց տարածք տեխնիկան Հայաստանում կիրառվում է առաջին անգամ։ 3 հոգի Հայաստանից ուղևորվեցին Ուկրաինա վերապատրաստվելու մեթոդը կիրառելու համար եւ 3 հոգին վերադարձել են եւ փորձում են մեթոդը կիրառել Հայաստանում։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում եւ Ուկրաինայում Եվրամիության ֆինանսական աջակցությամբ 3 գործընկեր կազմակերպությունների համատեղ ուժերով՝ ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության, Ուկրաինայի քուրդ ռեսուրս կենտրոնի եւ քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի։ Լիաննա Մխիթարյան, Արմեն Շապազյան, Մոլորակ։ Շարունակում ենք թողարկումը, հուսահատ բնակիչներ, առնետներ, քանդված պատեր, չգործող կոյուղի ու գարշահոտություն, ֆանտաստիկ ֆիլմ հիշեցնող պայմաններում փորձում են ապրել ուսանողական 14 հանրակացարանի բնակիչները։ Վերջիններս 3 զանգահարել էին Ֆորտունա հեռուստաընկերություն եւ հեռախոսով պատմեցին շենքում տիրող իրավիճակի մասին։ Այսօր արդեն մեր թիմից Անահիտ Կարապետյանն է եղել նշված հասցեում եւ ներկայացնում է մանրամասները։ Վանաձորի ուսանողական 14 շենքն է 70 ընտանիք ունեցող այս հանրակացարանում հիմնականում բնակվում են Քիմգործարանի տնակներից տեղահանված ընտանիքները։ Շենքը 4 հարկանի է, յուրաքանչյուր հարկում կա 2 անհանգույց, մեծ հաշվով չգործող։ Հանրակացարանում բազում խնդիրների կողքին մեկն էլ է ավելացել՝ կոյուղին չի աշխատում, լոգարանում էլ մշտապես առատ տեղումներ են լինում։ Ինչպես բնակիչներն են ասում, այստեղ մուտք են գործում անձրևանոցներով, հիգիենայի մասին էլ խոսք անգամ գնալ չի կարող։ Բնակիչների ամենօրյա անցանկալի հյուրերն էլ առնետները, իրենց երբեք սպասեցնել չեն տալիս։ Կրուսը շատ մեծ էր, որ երեխաները այնչափ էին վախեցել, որ արդեն վախենում էին նրանք մտնեին տուալետ, որովհետև այնտեղ է գտնվում կրուսները։ Շենքում կան լիքը շատ բազում կատուներ, բայց էլի կրուսները չեն վերանում։ Բոլոր երեխաներն էլ վախենում են, նույնիսկ ես։ Առաջին հարկի լոգախցիկներից մեկը չի գործում շուրջ 12 տարի, նույն հարկի միակ զանհանգույցն էլ խցանված է արդեն 1 ամսից ավելի, ասում է հանրակացարանի առաջին հարկի բնակչուհին, անելանելի վիճակից դուրս գալու համար առաջարկելով լուծման ուղիներ։ Թող գան մաքրեն, փողը մենք մեր գրպանից տանք։ Չենք ասում թող գան պետության հաշվին մաքրեն, գան մաքրենք մեր հարկի բնակիչներով, ինչքան որ պետք է, ինչքան այդ բան որին պետք է կհավաքենք կտանք այդ գումարը։
Էս ինչ վիճակ է։ 15 օր առաջ էս պատալոկը փլվեց։ Էլի գլխներից ես անգամ հեռախոսով նկարել եմ, դա Պարետին տեղյակ է։ Էլի միջև բարձացա վերև ժողովրդին ասի, որ ջուր մեկ կաթասնի փլվում է գլխներից, քարերը միջանցքի թափելը, միջևի չարդեն հավաքարարին ուղարկել էր, մաքրել էր, հետքերն էլի վերացրել էր։ Բայց տենը մեկ ես ոնց ստեղ դույլ դնեմ ջուր վերունեմ, ոնց իմ երեխեն մտնի ստեղ ալերգիկ երեխա է, ոնց մի հատ տուկիկներդ եմ եք ասեք, հնարավոր է вообще ստեղ ապրել, կռիսների հետ։ Բարի ուղիղ իմաստով խոզի պես ապրում ենք։ Զուգարնի չօգտվելու այդ հնարավորությունն արդեն դեռ մեզ վերջնահասրել չենք կարում։ Որ չենք հետևում հոսելով sense գալիս այդ կեղտը միջանցքը անգամ միջով vedro լստեմ ենք ոչ կեկը տանեմ թափեմ։ Այս պայն շատ վատ է մեր եկվանց ու ես ինքս չգիտեմ ինչի։ Հայվանով լստեմ ենք այդ կեղտը ոչ կեն տանեմ գլորեմ։ Մարդ ենք մարմին ենք չենք կարամելու չեն հետևում ասում են դուք եք արել դուք էլ մարդ բերեք թող բացի։ Երկրորդ հարկը ոչինչով չի տարբերվում առաջինից։ Միայն այստեղ բնակիչներն իրենց անհանգույցն անվանում են բացօթյա։ Խցանումներն այստեղ էլ անպակաս են հնարավորության դեպքում բնակիչներն իրենք են գլուխանում թե կոյուղուց, թե խցանված լոգարաններից։ Ստեղ թե կոյուղիները, թե զասարենի անում, ես անձամ, ես իմ կին հալով գնում եմ այնտեղ որպես ինչի, ոչ սլեսարն եմ, ոչ այն եմ, ոչ այն, որպես ինչ պետք է ես բացեմ իմ երեխու խաթեր եմ բացում այդ զուգարանը։ Արդեն այդ հոտից ես ինձ էլ չի հաճելի այդ հոտը, բայց ինչ անեմ, երկու երեխա ունեմ անչափահաս, սաղ երեխեք են, որին ասես, զուգարանը մեկը պահակականն է, մեկը որ մտնի են բացօթյա զուգարանը չռմա, կռիսներն էլ վխտում են, այն երրորդ հարգից էլ չռմա ջուրը, ինչ ան մեր գլխին։ Լվացք ենք անում, այդ լվացքի ջուրը որտեղ թափենք, թափում ենք զուգարան, թափում է երկրորդ հարգի հարևանի գլխին, առաջի հարկ ու թենց կռիվ ընկնման մեջներս, ինչի համար։ Եղանք նաև երրորդ հարկում այստեղ այդ բնակիչները մյուսների նման նախնական 2 տարի պայմանագրով ապրում են շուրջ 12 տարի։ Բնակիչները շենքի կոյուղի խնդրով դիմել են համապատասխան կառույցներին, բայց ինչպես ասում են, կարկուտը շարունակում է ծեծել ծեծած տեղը։ Կոյուղին քիչ էր, պատերն էլ սկսվել են դանդաղ քանդվել։ Նույնիսկ որ կենթանիներ են լինում, իրանց գոմը որ պատրաստում են, պինդ է լինում պատերը ու չեմ վախենում, որ հանկարծ կփլվի երեսներն կսատկեն։ Մենք կենթանիներից գոնե առավելություն ունենք, մի քիչ կարելի է մեր մասին հոգ տանեն։ Այս իրավիճակը մեծ հաշվով հնարավոր չէ փոխանցել տեսախցիկի միջոցով, իսկ տիրող գարշահոտը բառերով անհնար է նկարագրել։ Բնակիչները խնդրի հետ կապված առաջին հերթին տեղյակ են պահել հանրակացարանը վերահսկողին։ Իլյոնա Վարդումյանը խնդիրը լավ գիտի, ասում է, որ անձամբ հետ իմել քաղաքապետարան գրավոր պատասխանը չի ուշացել, պարզապես կոյուղին դեռ մնում է խցանված։ Բանվորի կարիք լինելու դեպքում ես դիմում եմ քաղաքապետարան կամ քաղաքապետարան։ Երկու բաժիններով մի ամիս հետո են ապահովում, թե նույն օրը, թե 2 ամիս հետո։ Ես անմիջապես տեղյակ եմ պահում, առաջին իսկ փոքր ինչ, ամեն ինչի համար։ Նորից ասել եմ, նորից զանգել եմ, նորից գրել եմ, նորից պահանջել եմ։ Եվ ինձ էսպես ասին, որ կգանք, տեսնենք ինչ են։ Ով ասեց այդպես։ Թղապետը, մեր թղապետը։ Երեգել եմ անձամբ խոսացել, ասել եմ վիճակը խայտառակ է։ Հանրակացարանը վերահսկողը նշում է, որ նման իրավիճակ ստեղծվել է նաև բնակիչների մեղքով։ Դիտահորից պատարակաղներ, քթալներ, դանակներ, հեռախոսներ, ամեն ինչ իրանք էլ իրենց փայ մեղավորությունը ունեն, գոնե պետք է մի քիչ ճիշտ օգտագործեն, որ մենք էլ կարենանք վերևին, խնդրենք, պարտադրենք, ասենք, որ օգնեն, ժողովուրդը մի քիչ այս հնարավորությունից դուրս գա։ Մինչ այս հարցը լուծում կստանա, հայտնի չէ երբևէ կստանա թե ոչ, բնակիչները հույս ունեն, որ մի օր գուցե բարերարի կամ լավ երաստվածող իրականությամբ կթողնեն մղձավաճ հիշեցնող այդ շենքն իր բազում մեծ ու փոքր խնդիրներով։ Անահիտ Կարապետյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։ Սեպտեմբերի 1-ը սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի սեպտեմբերի 1-ը համընկնում է կիրակի օրվա հետ, նոր ուսումնական տարին Հայաստանի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ից։ Միաժամանակ կրթության և գիտության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 1-ին գիտելիքի օրվա կապակցությամբ ուսումնական հաստատությունները իրենց հայացողությամբ կարող են կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ։ Թողարկման այս հատվածում առաջարկում եմ ծանոթանալ միջազգային լրահոսին, աշխարհում կատարված ու կատարվող իրադարձություններից ուշագրավներն առանձնացրել ու ներկայացնում է Լիաննա Մխիթարյանը։ Դիտենք ու իմանանք նաև սպասվող եղանակի մասին։
Եգիպտական մահմեդական եղբայրներ շարժումը, որը պաշտոնյան կարված նախագահ Մուհամեդ Մուրսիին է սատարում, կոչ է արել այսօր Փաթ օգոստոսի 16-ը վերածել զայրույթի ուրբաթի ի նշան իշխանությունների կողմից ցուցարարներին ցրելու գործողությունների դեմ բողոքի։ Մահմեդական եղբայրները կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Կահիրեի Ռամզեսի հրապարակում ուրբաթօրյա աղոթքից հետո ուժ կիրառելու համար։ Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը անվտանգության ուժերի մարտիկներին արտոնել է մարտական զենք կիրառելը։ Դիտորդների կարծիքով դա նոր զոհերի կհանգեցնի։ Գիշերը ոստիկանությունը վերահսկողության տակ է առել Կահիրեի մզկիթը, որտեղ հակակառավարական ցույցեր է ցրելիս զոհված մոտ 200 ցուցարարի դիակներ են։ Իսլամիստները ըստ տվյալների այրել են Գիզայի շրջանում գտնվող կառավարական շենքը։ Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով երկրում անկարգությունների հետևանքով 638 մարդ է զոհվել։ Վիրավորների ընդհանուր թիվը մոտենում է 4000-ին։ Ընդդիմությունը պնդում է, որ ցուցարարներին ցրելիս զոհերի թիվը հասել է մոտ 2000-ի։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը օգոստոսի 15-ին ներեգիպտական հակամարտության բոլոր կողմերին առավելագույն զսպվածության կոչ է արել։ Նեպալի իշխանությունները երկրի մայրաքաղաք Կաթմանդուի արվարձաններից մեկում հրահանգել են ոչնչացնել բոլոր հավերին, փորձելով կանխել թռչնագրիպի տարածումը։ Հաղորդվում է, որ պետք է ոչնչացվի շուրջ 500,000 թռչուն։ Շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել թռչնի եւ թռչնամսի արտահանումն ու վաճառքը արգելվել է։ Վերջին 3 շաբաթվա ընթացքում տվյալ շրջանում թռչնագրիպով հիվանդանալու ավելի քան 60 դեպք է գրանցվել։ So slowly, time goes by, so slowly. Փոփ երաժշտության լեգենդար թագուհին Մադոննան օգոստոսի 16-ին նշում է ծննդյան 55-ամյակը։ Տարեդարձի երգչուհին նշում է ընտանիքի գրկում երեխաների հետ։ Մարիա Լուիզա Չիկոնեի փայլուն կարիերայի պատմությունը սկսվել է Միչիգանի արվարձաններից մեկում, երբ 19-ամյա աղջիկը որոշեց նվաճել աշխարհը, որոշեց եւ նվաճեց։ Լքելով իր մեծ ընտանիքը Մադոննան տեղափոխվեց Նյու Յորք, որը եւ նրա փայլուն հաջողության հիմքը հանդիսացավ։ Մադոննայի երգերը առանձնանում են իրենց բազմազանությամբ։ Նրա ստեղծագործուհին չափազանց բազմազան են ամեն հաջողությամբ զբաղվում է երգեր գրելով, պրոդյուսերական աշխատանքով գրում է գրքեր, նկարահանվում կինոյում, պարում եւ սցենարներ ստեղծում։ Չնայած իր տարիքին երգչուհին մինչև հիմա հիանալի տեսք եւ մեծ հաջողություն է վայելում։ Լիանա Մխիթարյան, Մոլորակ։ Օգոստոսի 17-ին հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական եղանակ թույլ տեղումների հավանականություն կա հյուսիսային կեսում, այլ շրջաններում կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 11, ցերեկը 28 աստիճան տաքություն, Լոռու մարզի քաղաքներից Տաշիրում սպասվում է գիշերը 10, ցերեկը 26 աստիճան տաքություն, Ալավերդիում կանխատեսվում է գիշերը 12, ցերեկը 26 աստիճան տաքություն, Սպիտակում կդիտվի գիշերը 11, ցերեկը 24 աստիճան տաքություն, Ստեփանավանում կլինի գիշերը 10 աստիճան, ցերեկը 26 աստիճան, իսկ մարզ կենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 10, ցերեկը 27 աստիճան տաքություն։ Երևանում օգոստոսի 17-ից 19-ը կդիտվի արևային առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում սպասվում է մինչև 34 աստիճան տաքություն։ Այսքանն էինք առանձնացրել այս թողարկման համար, մնացեք խաղաղությամբ եւ շարունակեք դիտել Ֆորտունա, ցտեսություն։